Սուրբ ծնունդը նշելու 4 կարևոր կամ 4 հիմնական պատճառ։ Պատճառներ ամեն մեկը կարող են յուրովի ասել, բայց ես քեզ մի լավ լուր եմ ուզում տամ, այս պատգամը վերցրու հենց սկզբից մինչև վերջ, որովհետև այն ավետարանչական նյութ է։ Սա այսքանը իմանաս այս 4 կետերի պատասխանը, 4 կետերի վերնագիրը եւ 4 կետերի պատասխանը իմանաս, նախ արժի որ դու գնաս Սուրբ ծնունդ տոնես, երկրորդը ուր որ կգնաս նշելու, կամ ով որ կգա քո տուն Սուրբ ծնունդ նշելու եւ այլն, այս 4 կետերի մասին խոսա եւ իմացի մի հատ մեղավորի գեղեցիկ, կարճ, կոնկրետ պատմեցիր Հիսուսի մասին։ Չես մոռանաս ավետարանչական հրաշալի նյութ լինելու քեզ համար։ Լավ, չեմ ուզում նորից անդրադառնամ անցյալ կիրակերվա ծառայությանը, որտեղ հարց բարձացավ Սուրբ ծնունդը չի գրված, նշենք թե չէ, հիմա գնանք այդ հետքերով, մոգերը որորը տեսան կամ ոնց տեսան, սա արդեն այս մասին խոսվեց, բայց եթե խոսքը վերաբերվում է տոներին, ապա Սուրբ գրքում կան տոներ, որոնք կոնկրետ օրեր ունեն, կոնկրետ անուններ ունեն եւ կոնկրետ պատճառներ ունեն։ Պարզ է։ Եկ միանգամից նայենք մի քանի տոներ նայենք, ես մի քանի հատն եմ բերել, ընդամենը կան լուրջ, սա եկեղեցական տոն չէ, տարբերեք իրարից, սա քրիստոնեական տոն է, սա հոգևոր տոն է, սա եկեղեցական տոն չի, որ մենակ ինչ-որ մի հարանվանություն դա մի եկեղեցի, ավանդական եկեղեցին վերցնի ասի եկեղեցական տոն է, կամ մյուս եկեղեցիները ուղղափառը վերցնի, սրանք հոգևոր տոներ են, որ Աստված անձամբ տվել է հրյա ժողովրդին։ Մի հատ նայենք, Շավութ, սա հոգեգալուստի տոնն է, Պենտեկոստ է կոչված, լսել եք բոլորդ, Պենտեկոստ է, տոն, այն կոչվում է, հաջորդ տոնը, Պենտեկոստեն դա առաջին բերքահավաքներ, որ նոր ուխտում եւ գործկառաքելոցը սկսվել է եւ Հիսուսն արդեն հարություն էր առել, համբարձվել էր եւ այլն եւ եկեղեցում, հիշում եք որ ասում Պենտեկոստեի տոնի օրերին գործկառաքելոց երկրորդ գլուխ առաջին խոսք։ Այդ տոնը իրանք տոնում էին։ Այդ տոնը տոնում էին դարերով։ Եվ դա կոչվում էր Շավութ հոգեգալուստի տոն, այսինքն եւ Պենտեկոստե։ Հաջորդ տոնը խաղաղության տոնը, Սուկոտ։ Մինչև այսօր իրենք տոնում են այդ տոնը։ Սուկոտ։ Բերքահավաքի տոն, Աստծո հետ ապագա, նայեք։ Ես ուզում եմ որ դու ուշադրություն դարձնես տոներ, որոնք եկել եւ շարունակվել են նոր ուխտում։ Պենտեկոստը, բերքահավաքի տոն։ Այնտեղ տոն է նաեւ ուրեմն Փեսախը, Սուկոտը, խաղաղության տոն, Սուկոտը նայեք, Փեսախը ո՞րն է գիտեք։ Զատիկը, Փեսախ անթդ խմոր հացի եւ Փեսախի ուրեմն զատիկի տոնը։ Եվ այս բոլոր տոները հիշատակում են Եգիպտոսից մեկը ազատագրումը մատնանշելով Քրիստոսին որպես կատարյալ զոհի, բոլոր տոները, որ Աստված տվել է իր ժողովրդին, լսեք ընկերներ, նա չի տվել դա հրյաներին, նա տվել է բոլոր նրանց, ովքեր դրանք ընդունում են, աշխարհը չընդունեց, ընդունեցին հրյաները եւ դա կոչվեց հրյաների տոն, բայց Աստված այս տոները տվել է ժողովրդին, այո, նայեք, ասում է, այդ տոներից մեկը, օրինակ Զատիկը, Փեսախը, մատնանշում էր Հիսուսին, որ հետո նա է զատիկ լինելու, հետո նա է մորթվելու, հետո նա է այդ Փեսախի գառը լինելու ձեզ համար, յուրաքանչյուր տոն, որ Աստված տվել է իր ժողովրդին, մատնանշում էր Քրիստոսին, մատնանշում էր գալիք Մեսիային, մատնանշում էր փրկագինը, մատնանշում էր հավետինական կյանքը, բոլոր տոների տալու իմաստը սա էր ուղիղ Մեսիա, ուղիղ աշխարհի փրկչին, այո, բայց ես այս տոների մեջ Սուրբ ծնունդը էլի չգտա։ Այո, հիմա ինչ անենք, չանենք, հա, հին ուխտը կենտրոնացած էր մեկ ազգի վրա, ուզում եմ որ դու սա իմանաս, երբ որ դուք բացում եք հին ուխտը, դուք կարդում եք հրյաների մասին, այո, եւ Աստված ասեց հրյա ժողովրդին, եւ Աստված պատվիրեց հրյա ժողովրդին, եւ Աստված դատեց հրյա ժողովրդին, եւ Աստված փրկեց հրյա ժողովրդին։ Այտենց թե չէ։ Հին ուխտը երբ որ բացում եք, մենք տեսնում ենք Աստված գործ ունի մեկ ազգի հետ, սակայն երբ նոր ուխտ եք մտնում, նոր ուխտում հրյաները եւ բոլոր տեսակի ազգեր, ամեն լեզվից, ամեն ցեղից, ամեն ուրեմն ազգից, ամեն մշակույթից հեթանոսները խաչմերուկվում են իրար հետ։
Հիմա ինչ պիտի աներ Աստված, որ թե սրանց եւ թե սրանց բոլորի համար այդ տոնը մեկ լիներ։ Հեթանոսների համար այս տոնը անհասկանալի էր, դատարկաբանություն բառես իմաստ, բուն իմաստով։ Հեթանոս, դուք տեսել եք որևէ մուսուլման ուրեմն պենտեկոստե տոնի։ Սիրի համար դատարկաբանություն է։ Բայց հիմա ինչ արեց Աստված։ Այս հին ուխտում տված այս տոները բերեց եւ հեթանոսները, որոնք պիտի դարձի գային Քրիստոսին, բերեց եւ հատեց իրար հետ։ Այո, սա մի կարևոր բան է, որ ուզում եմ դու իմանաս։ Շատ լավ։ Մի փոքր խորանանք ինչու Հիսուսը պատվեր չտվեց տոնելու իր ծնունդը։ Սա խոնարհության նշան էր Հիսուսի կողմից, թե կաչե մեկը իմ ծնունդս մի նշեք, վայ դե ծնունդի եղածին ինչ որ նշեք, բայց ուզում եմ որ դու նշես։ Հիմա Հիսուսը ինչու չուզեց իր ծնունդը նշել։ Ինչու չուզեց իր ծնունդը նշել։ Ինչի չասեց, ահա ես գնում եմ եւ ձեզ պատվիրում եմ։ Հանկարծ չմոռանաք, հա։ Ձեր ծնունդները նշեք, ամեն ինչ նշեք, իմս մոռանաք։ Նայեք, հա, ես մեծագույն եւ լուրջ պատգամ եմ տալի Ձիթենաց լեռան վրա։ Ես ուզում եմ, որ դու տեսնես Ձիթենաց լեռան վրա Հիսուսը ինչ մեկ պատգամ տվեց։ Ընդամենը մեկ բան, որ ասեց սա արեք։ Արի իրար հետ միասին գնանք Գործք առաքելոց, առաջի գլուխ 8-րդ խոսք, որպեսզի հասկանանք ինչ պատվեր տվեց։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ Այսինքն այն, որ ասեց, մնացեք Վերնատանը, հավաքվեք, մնացեք Վերնատանը։ Վերնատանը չի հավաքվել 12 աշակերտ, Վերնատանը մոտավորապես եղել է 120 մարդ, 120 մարդ, դա Մարկոսի մորտանն է եղել, Մարկոսի մորտանը, որի անունն էր նույնպես Մարիամ, հավաքվել են Վերնատանը եւ ուրեմն Քրիստոսը հարություն առավ 40 օր երկրի վրա շրջեց, երևաց շատերին։ Ես հիմա չեմ ուզում քեզ հարցնեմ, ինչու համար 40 օր երևաց եւ շրջվեց։ Ես այդ պատասխանը բազմիցս քեզ տվել եմ, զատիկին մեկ անգամ նորից կխոսեմ այդ մասին, բայց 40 օր հետո, երբ որ Ձիթենաց լեռան վրա պետքա համբարձվեր, սա ասեց աշակերտներին, մնացեք Վերնատանը, այնքան մինչև դուք վերին զորությունը կառնեք, երբ որ հոգին կգա ձեզ վրա, ապա կլինեք իմ վկաները Երուսաղեմում, Սամարիայում, Հրեաստանում եւ մինչև երկրի ծայրերը։ Սա ասեց եւ Ձիթենաց լեռան վրայից Հիսուսը համբարձվեց երկինք աշակերտների աչքի առաջին եւ ոնց որ մեկն ասեց, մոռացավ է ասել ծնունդը երբ նշենք։ Այդտեղը տեղին ասեց ամեն ինչ, բայց մոռացավ է ծննդյան օրը ասել։ Նկատում եք, ինչին Աստված առավելություն։ Սպասեք, մինչև կգա Սուրբ Հոգին, վերին զորությունը, ձեզ կդարձնի աշակերտներ, կամրանաք, կուժեղանաք, կլցվեք եւ կգնաք, եւ դա 50-րդ օրն էր։ 40 օր Հիսուսը երկրի վրա է, 40 օր հետո համբարձվեց, ընդամենը 10 օր հետո աշխարհ եկավ Սուրբ Հոգին, խոստացված Սուրբ Հոգին, որը ուղարկեց Հայրը։ Եվ այդ 10-ը 40-ի հետ միասին դարավ ընդհանուր 50-րդ օր, որը կոչվում է Պենտեկոստե։ Հունարեն նշանակում է 50-րդ օրը։ Ահա որտեղից է Պենտեկոստե բառը առաջացել։ Եվ եկավ Սուրբ Հոգին, եւ արդեն մնացած պատմությունը դուք գիտեք։ Ես հասկացա, դուք էլ հասկացաք աշակերտները ինչ պիտի անեն։ Այո, պիտի հավաքվեին, սպասեին եւ այլն։ Օրինակ ես ման եմ եկել Գործք առաքելոցում, որտեղ Գործք առաքելոցից սկսենք, երբ որ Հիսուսն արդեն գնաց։ Ուզեցել եմ տեսնեմ, ասենք կար նենց բան, որ աշակերտները հավաքվեին Սուրբ Ծննդյան օրերի կապակցությամբ Սեկրետ Սանտա խաղային իրար հետ։ Օրինակ Պետրոսը կազմակերպել էր Սեկրետ Սանտային խաղում իրար հետ։ Եվ Հովանեսին ասեց, Հովանես, արիստե Արի Հովանես, տեղից աշխուներ Հովանեսի հետ։ Նայ, ես քեզ gift card եմ առել, աման խանութներով ասացի չընկնեմ, այս նույն բանը ստեղա։ Այս gift card-ը վեկալ կգնաս քեզի նվեր կառնես։ Հովանեսն էլ ասեց, Պետրոս դու էլ արի, ես քեզ մի բան եմ առել, դե քանի որ դու ուտող խմող տղա ես եւ այս ամբողջ հացի հարցերը կազմակերպող, ես քեզ 9-8-ի card եմ առել։ Կգնաս ընդեղից վերջա տենց գիտես են սոխարածովը կասես տոտամ որտեվ այդ սոխարածով բրգերը բանա ով է սորում 9-8-ի սոխարածով բրգերը ալելույա բոլորդ ամերիկացի եք շատ լավ մի խոսքով այդ եւ սենց Սանտա խաղացին Սեկրետ Սանտա ուրախացա եւ այլն Սուրբ Ծնունդը նշեցին դուք սես բան հանդիպել եք Սուրբ գրքում իմ գրքում տես բան չկա Հիմա նորից այն մեջ հարց առաջանում կարելի է նշել Սուրբ Ծնունդը թե պետք է նշել հեսա մի հատ կարելին ենք տենալու մի հատ էլ անհրաժեշտ է այդ երկուսն ենք տեսնելու ուրեմն չկա սենց բան ծնունդ նշել Սանտա Կլաուս ալելույա Սանտա Սեկրետ Սանտա սենց բան չկա բայց Քրիստոսի ծնունդը նշելը ունի շատ ավելի խորը իմաստ քան կարող ես քեզ երևակայել այս 4 պատճառները
Այսօր խնդրում եմ բաց եղի լսելու, որովհետև սա նոր տարվա քո նվերն է եկեղեցուց քեզ, որ դու վերցնես կարճ կոնկրետ գրագետ ավետարանչություն անես։ Գիտեք, մարդ կա մեկին ավետարանչություն անում, ուզում էր փրկեր ես եղբորը, ընձև ավետարանեց, էսի գնաց հավիտյան դժոխք։ Գրգռեց խեղճ բարկությունը, էլ սրա մեղքերը հանեց խփեց երեսին, էլ բանը, չես լսում, չես հավատում, հա, դու դժոխք ես գնալու, դու VIP-ով դժոխք ես գնալու, այս մարդը կյանքում էլ այդ Հիսուսի չի ընդունելու, հասկացա՞ր։ Գիտեք, երկար չեն ավետարանում, ավետարանչությունը երկար չպիտի լինի, ավետարանչությունը պիտի լինի կարճ, պարզ, հասկանալի։ Այս 4 կետերը, հեսա որ մոտենամ, անպայման այս 4 կետերը վերցրու, այո։ Շատ լավ։ Կարճ, դու շատ ես օրտնվել, որ սա եկեղեցուց սովորեցիր ու գնացիր, կարճ ասացիր մարդկանց։ Ես եկել եմ ձեր Սուրբ Ծնունդը շնորհավորելու, բաց մի հատ բան մինչև կնստենք մի հատ, իրար հետ հաց կուտենք կամ մի բան, ուզում եմ ասեմ, գիտեք ինչու համար ենք Սուրբ Ծնունդը նշում։ 4 կարևոր պատճառ եմ ուզում ասեմ քեզ, նվեր տու այդ մարդուն, նվեր տու մի գնա այդ մարդկանց բլինչիկները մաքրի։ Մի գնա ձեր տուն ձերը կեր։ Բայց գնա, առիթ վերցրու, գնա այդ մարդկանց տուն եւ այդ 4 կետերի մասին խոսա, լավ։ Հալելույա։ Գիտեք, ես մի եղբոր եմ հին ժամանակներից նոր է դարձի եկե։ Տենց անկեղծ եղբայր էր, կան չէ, տենց անկեղծ մարդիկ հետևանքի մասին չեն մտածում։ Այդ եղբայրը կգնար բոլորի տները կուտեր, բոլորի տան եղածը բլինչիկ, սաղ կսրբեր, ասում էր գիտեք ինչ եմ անում, որովհետև երբ որ իրանցը վերջանա, մերը կա, հասկանում ես, այսինքն կանցնենք մերին, որովհետև եթե իրանցը չուտեմ մերը ուտեմ, բա հետո ինչ է լինելու։ Մարդ պիտի տենց հրյայի խելքով ապրի։ Շատ լավ։ Հիմա ուզում ենք մոտենանք մի հատ կարևոր համարի էլ։ Օրինակ, եթե վերցնենք ուրիշ դենոմինացիաներ, վերցնենք Եհովայի վկաներին, մարդիկ ասում են կատեգորիկ արգելված է մեզ համար տոնել Սուրբ Ծնունդը։ Ես անունով եմ ասում, որովհետև չասելու համար ոչ վախ ունեմ, ոչ էլ սխալ մի բան եմ ասում, բոլորդ գիտեք, որ Եհովայի վկաները չեն տոնում ոչ Սուրբ Ծնունդը, ոչ ծնունդներ, ոչ նոր տարի եւ այլն։ Սրանք բացատրում են սա հետևյալ կերպ, մի քիչ ոնց ասեմ, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, դա իրանց բացատրությունն է, այդտեղ ոչ օրը գիտեք, ոչ ժամը գիտեք, խեք նշում, այդտեղ մարդուն մի փառավորեք, տենց, իրանք անգամ իրանց ծնունդը չեն նշում։ Եվ սա մի մեծ անհասկացողություն է, մի քիչ ոնց ասեմ, անհաճելի մի հատ բանաբեր է բոլորի ընտանիքների մեջ, հատկապես այսինքն ընտանիքից կա մեկը, որ վկա է, մեծ խառնաշփոթություն, մեծ կռվի առիթ է սա դառել, շատ մեծ խոսակցության։ Բայց հիմա մենք այսօր երբ որ կնայենք արժի դա նշել, թե չարժի նշել, դուք կհասկանաք, որ Դևը մեծ աշխատանք է տարել նման դենոմինացիաների մեջ այս գաղափարները որդեգրել տալ, եւ սա եղել է ընտանիքների բաժանության պատճառ։ Գիտեք, եղել է ընտանիքների հարազատները հեռացել են իրանցից, ընտանիքները բաժանվել են, ամուսինը կնոջն է թողել, կինը ամուսնուն, որովհետև դու մեր ուրեմն վարդապետությամբ չես շարժվում։ Եվ գիտեք ինչ ա եղել պատճառը, խեք տոնում Սուրբ Ծնունդը։ Խեք տոնում ձեր ծնունդը եւ այլն։ Մի խոսքով, սա տարբեր դենոմինացիաների պատճառ է դարձել այս դենոմինացիաներում ընտանիքների բաժանության։ Մի բան ենք ուզում նայենք հրաշալի համար, սա վերցրու, հռոմեացի վերցրու ես համարը, Աստվածաշունչ ես ինչ անգին գիրք է։ Եթե հանկարծ գողը քա քեզ գողանալու, ասա ինձի գողացի, բաց գիրքս թող։ Որտեվ ամենարժեքավոր բանը, որ տանը կթողես, հետի քո գիրքն է լինելու։ Հա, շատ լավ, Հռոմեացիների 14-ի 5-ից 6-ն ենք նայում։ Մի հատ նա ինչ ասում։ Թույլ ես մի հատ ամբողջովին կարդամ, հետո տողարտող քեզ կբացատրեմ։ Այս համարը տալու է քո ամբողջ որոնումների, փնտրուկների պատասխանը։ Okay? Շատ լավ, գնացինք։ Մեկ օրը օրից ավելի, մեկը կա, որ օրը օրից ավելի է համարում, իսկ մյուսը ամեն օրն էլ մեկ է համարում։ Ամեն մեկը թող իր միտքը հաճեցնի, օրին մտիկ անողը տիրոջ համար է մտիկ անում, եւ օրին մտիկ չանողը տիրոջ համար չի մտիկ անում, եւ ուտողը տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստվածանից գոհանում է, եւ չուտողը տիրոջ համար չի ուտում, եւ Աստվածանից գոհանում է։ Կարծես մի քիչ պարզ է, մի քիչ էլ ոչ պարզ է, հատկապես առաջի նախադասությունը, բայց եք միասին անցնենք այս տողերի վրայով։ Մեկը, ասում եմ մեկը կա, որ օրը, մի հատ օրը, մի օրից ավելի է բարձր դասում։ Ենթադրենք դուք, որոշել եք, որ Սուրբ Ծնունդ, ես բացատրում եմ, որ մեկ ընդմիշտ Սուրբ Ծնունդը նշելու անհայտ էս բանը,
մաքրվի քո ներսից, հա, ասма մարդ կա, մեկը կա, որ մի հատ օրը ավելի բարձր օր է համարում, քան մնացած օրերը։ Ենթադրենք դա դու ես եւ ասացի, ես ուզում եմ նշել Հիսուսի ծնունդը։ Ասма դու այդ մի հատ օրը դարձրեցիր շատ ավելի արժեքավոր օր, քան ուրիշները դա համարեցին, կամ ուրիշները դա անում են։ Մարդ կա, որ մի հատ օրը իրան special օր է տեսնում, իր համար այդ օրը special տոն է, special օր է, մեկն է կա, որ ասում է ես չեմ տենում այդ օրվա մեջ որևէ սովորակ հատուկ բան, իմ համար սովորական է, ասում եմ նա որ հատուկ համարեց եւ կա ում որ հատուկ չհամարեց, երկուսն էլ որ արեցին Տիրոջ առաջ, Տիրոջ համար, պարզ է, ասում եմ մեկը կա որ օրին մտիկ անողը, ենթադրենք օրը Սուրբ Ծննդյան օրն է, օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում, օրին նայողը, եւ օրին մտիկ չանողը էլի Տիրոջ համար մտիկ չի անում, ասում եմ որ ինձ հետաքրքիր չի այդ օրը, ասում եմ իր համար չարեց էդի, իր համար չարեց էդի, չուզեցավ չարեց, ես նոր մի քիչ առաջ բերեցի բացատրությունը, ասաց այդ ինչ օր է որ անեմ, էդի որտեղ է գրված այդ օրը, ասում եմ բայց այն մեկը չի ասում որտեղ է գրված, ասում եմ ուզում այսօր նվիրեմ Տիրոջս, ուզում այսօր նշեմ իր ծննդյան օրը, ինձ կարևոր չի որ օրն է Հիսուսը ծնվել, կարևոր չի որ օրնա ծնվե, բայց ես ուզում եմ իմ սրտիս մեջ նշեմ, թե իմ փրկիչը ծնվել է, ասում եմ այս մարդը որոշեց այդ օրը հատուկ դարձնի եւ էդի արեց Տիրոջ համար, այդտեղ վատ բան եք տեսնում, ոչ մի վատ բան չեք տեսնում, գնանք առաջ, ասում եմ եւ մեկը կա որ ուտում է, Տիրոջ համար է ուտում Աստվածանից գոհանում է, մեկը կա որ չի ուտում, Տիրոջ համար չի ուտում, էլի Աստվածանից գոհանում, երեք մարդիկ կան որոնք խոզի մեջ չեն ուտում Եվ ասում են, մենք դա չենք ուտում, որովհետև դա պատվեր է հին ուխտում, մենք հայերս ուտում ենք, ալելույա, խոզի միսը ուտում ենք, են էլ ոնց ենք ուտում, ալելույա, մենք ուտում ենք այդ խորովածը, լավ ուտում ենք են կրակը, հոտը, բանը, ոյ ծոմապահություն, պահողներից ներողություն եմ խտրում, չնայած ես էլ ձեր մեջ եմ, այդ խորովածի հոտը բան, անուշ, հատ վերջը կրակ են մարդիկ անում, ճան է, խորովածը անում են և այլն, խոզի խորոված ճտ յուղերն է թապում է և այլն, դրին, լավաշի մեջ քաշեցին, կանաչին վրեն դրեցին կերան, ասմա լավ արեցին կերան, աստուց գոհացան, հալալը, մերճացավ գնան, ասմա ոչ ուտողը թող չուտողին դատի, ոչ չուտողին, և սենց մի բան, լավ, հիմա պարզ է, մեկը որոշել է, որ այդ օրը special օր դարձեն, ես լավ ես արի, արա, հիմա տենանք, իչքանով լավ արե, հիմա մի քիչ ավելի կխորանանք, իչքանով լավ արե, որ տենց արե, լավ, այս համարը ինչ է ասենց Պողոս առաքյալը գրել, հիշեք, որ արդեն նոր ուխտներ և Պողոսը սա գրել է, որովհետև իր լսարանը այլևս հրյաներ չէին, տարբեր մշակույթի մարդիկ էին, խոզ ուտող, խոզ չուտող, տարբեր մշակույթի մարդիկ էին, պարզ է, տոներ նշող և տոներ չնշող, ես ասեցի, որ հրյանները և հեթանոսները եկան և Քրիստոսով խաչմերուկի պես հատվեցին իրար հետ և հիմա ստեղից մի բան անցավ ընդեղից մի բան անցնում անդե և Աստված դրանց մեջը, ամեն, փառք Տիրոջը, սա կապված էր տարբեր մշակույթների հետ Հրյաները, որոնք այս թուղթը կարդացել են, իրանք գիտեն ինչ է նշանակում, ինչ էր ուզում Պողոսը ստեղ ասել, ինչ ուտեն, ինչ չուտեն, խի են ուտում և խի չեն ուտում, ինչ նշեն և ինչ չնշեն, ինչ էր ուզում Պողոսն ասել, ստեղ հրյաները դա հասկանում էին։ Սակայն կրկնում եմ հեթանոսների համար սա մի հատ անկապ բաներ, համարն էլ էր անկապ, տոներն էլ էր անկապ։ Եվ վերջապես ինչ էր ուզում Պողոսը այս կոնտեքստի մեջ այս ասել, ուզում էր ասել հետևյալը, ինչ որ անում ես և ինչ որ չես անում, արա Տիրոջ համար։ Մի բանը որ անում ես, նա ինչ ես անում, անուն ես դրը վրեն, ասում ես, ես սա Տիրոջ համար արեցի, եթե տենում ես դա սուրբ է, բարի է, լավ է, արդար է, շինություն է բերում մարդուն, արա։ Որ չես անում, որովհետև դրա հասկացողությունը մարդը չունի, երկյուղ ունի, մի արա, լավ ես անում, որ չես անում, ավելի լավ է ձեռնպահ մնալ, քան թե մի բաներ անել, որ արել ես հոսանքին ընկնելով, հոսանքի հետևից ընկնելով։ Համաձայն եք ինձ հետ։ Եթե համաձայն եք, արի մի բան նայենք էկրանի վրա։ Աստվածաշունչը չի արգելում Քրիստոսի ծնունդը նշել։ Կա տենց-տեղ, չկա տենց-տեղ։ Ես չեմ ուզում ասել, որ ես Աստվածաշունչը շատ լավ իմացող մարդ եմ, դրա համար ամբողջ այդ արանքները ես հələ Աստվածաշունչը դեռ շատ կկարդամ, դեռ իմ կյանքի մինչև այն օրը, երբ որ Տերը ինձ տուն կկանչի, դեռ կկարդամ եւ ամեն կարդալուց դեռ նոր բաներ կբացվեն, այո, սակայն սա
կարող եմ հանգիստ ասել, որովհետև կարդացել եմ ու շատ անգամներ ու ոչ մի տեղ չեմ տեսել, որ Աստվածաշունչը արգելի Հիսուսի ծնունդը նշել։ Եթե մեկը պատրաստ է վիճելու, որ պետք չի նշել, ես ուզում եմ, որ այդ մարդը սպասի հավաքույթի ավարտին, լավ, պատգամի ավարտին։ Լավ, եթե ասում եմ, որ Աստվածաշունչը չի արգելում, նշանակում է ես այստեղ կարող եմ հետևյալը ավելացնել, ուրեմն կարելի է նշել, կարելին իմացանք, բայց եկ անցնենք երկրորդին, անհրաժեշտ է նշել, սա ենք հիմա նայելու, այո, հիմա անհրաժեշտ է նշել, սա նայիր, և ես սա ուզում եմ անպայման դու վերցնես, հաջորդը նայիր, Հիսուս Քրիստոսի մասին ցանկացած հիշատակում օգտակար է քո հոգու համար։ Ինչպես կարող է լինել, եթե մենք խոսում ենք նրա ծննդյան մասին, ինչպես մենք հրաշալի ծառայություն ունեցանք անցյալ կիրակի, երբ խոսեցինք մոգերը ինչու համար, ինչպես, ինչ ճանապարհ կտրեցին, ոնց գնացին հասան, որտեղ որ Հիսուսն էր, տարած նվերների եւ տարած ընծաների մասին խոսեցինք եւ այլն, եւ ես դրանից հետո կարող եմ հետ գալ այս պատգամից եւ ասել, այն ինչ որ մենք խոսեցինք անցյալ կիրակի, մենք հիշատակում էինք նրա ծնունդը, խոսում էինք Քրիստոսի մասին, խոսում էինք, որ նրանք գնացին աշխարհի ամենամեծագույն առաջնորդին պատվելու եւ տեսնելու համար, մեկը ում համար մարգարեները գրել էին եւ այլն, եւ եթե խոսքը քո տան մեջ գնում է Հիսուսի մասին, եթե դու խոսում ես քո կնոջդ, երեխաներիդ, ամուսնուդ հետ Հիսուսի մասին, այդ ամբողջը սնունդ է, օգտակար է, լավ վիտամին է քո հոգու համար, Հիսուսին փառք տար։ Գիտեք, ամեն մարդ իր կյանքում մի հատ դառը բարեկամ ունի։ Ասես դառը բարեկամ, դառը ընկեր, կա չէ՞ տենց բան, հա դառը կորիս։ Այդպես, ճիշտ է։ Այս քույրս էլ նստել է անընդհատ կասի ճիշտ է, փառք Տիրոջը որ դու կաս, ապրես, հա, շատ լավ, հաստատում է։ Ուրեմն ինքը ունի մի հատ դառը բարեկամ։ Ստեղից իմացանք էդի։ Դառից ավելի բետար է։ Ոյ, Տեր Հիսուս ջան։ Ես ոնց ավելի մեծ մոտեցա։ Ուրեմն դառը մեկը կա, որի հետ չունի ոչ հարաբերություններ, այս մարդ անընդհատ էս անձնավորության կյանքը կուտի միշտ դժվարություն առաջացնում, պրոբլեմ, այլի քայլող պրոբլեմ այդ մարդը։ Բարև ես տալի կրակն ես ընկնում դրան, բարև չես տալի էլի ես կրակն ընկնում, ուզում ես 10 ու չտաս մեջտեղում ես կրակն ընկնում, մի խոսքով պրոբլեմ է էլի ոտից գլուխ խնդիրով մարդ է, կա չէ, խնդիրահարույց մարդ, որ քայլում է իր հետևից գալ, ես պրոբլեմն եմ եկա։ Հիմա ինչի համար եմ էսի ասում, գիտեք, ասելիքիս իմաստը ինչու համար, խոսում ենք իր մասին, կարա լինի վիճաբանություն, կարա լինի անհասկացողություն եւ այլն, հա, նման անձնավորության հետ հարցակումներ կարա լինի, հակառակություն կարա լինի, վերջ այս թեման կարա դառնա մի լուրջ պրոբլեմ, մի լուրջ, ես նկատել եմ շատ տեղերում ընտանիքներ, բարեկամներ իրար հետ հանդիպեցին, Հիսուսը դառավ դրանց կռվի թեման, տեսել եք, լավա չեն մորթում իրար, դառնում է կռվի թեման, մի կռիվ, ես տարիների մեջ գիտեք ինչքան եմ այդպես բաներ տեսեմ, որքան ավելի շատ ես խոսում նրա մասին, այնքան լավ է դառնում քո հոգևոր կյանքը, հա, կա այդ կարգի մարդիկ, որոնց հետ ուզում ես խոսասել, ուզում ես իրան բան բացատրես, բայց ես քեզ մի բան ասեմ, եթե շատ անգամներ բացատրել ես ու ոչ մի օգուտ չի եղել, հանգիստ թող, դու հələ քեզ դա բացատրի, դու հələ քեզ բացատրի դա, դու հələ քեզ ծանոթացրու ես ամեն ինչի հետ, լավ, որովհետև կարա լինի Հիսուսը թեմա, մի հատ մեկի համար, որ էդի հետո դառնա այս սուրբ ծնունդի թեման, պատերազմ, խոսակցություն, ես տեղեր ա եղել, որտեղից ուղակի գլուխս առել եմ եւ փախել եմ, որովհետև տունը դարձավ մարտադաշտ եւ բարձանում է նմանատիպ թեմաներ։ Շատ լավ։ Հիմա ավելի կոնկրետ ենք ուզում անդրադառնանք նրան, ավելի կոնկրետ ենք ուզում անդրադառնալ նրան, որ ինչ տվեց Քրիստոսի ծնունդը մեզ։ Լավ, մենք նշենք, թե չնշենք, անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չի, ինչ տվեց Քրիստոսի ծնունդը մեզ, լավ։ Հիմա մոտենում ենք դրան եւ ես ուզում եմ, որ դու անպայման պատրաստվես, լավ։ Պիտի գրագետ պատասխանենք, ինչու ծնվեց Հիսուսը, ինչու ծնվեց Հիսուսը, ում ուղարկեց Աստված այս աշխարհ,
Ինչու ուղարկեց, երբ ուղարկեց, ում մոտ ուղարկեց, սրա մասին ենք խոսելու, ում մոտ ուղարկեց։ Դուք նկատել եք այստեղ խանութներում, մոլերում, բոլորտեղ Քրիսմասի երգեր կան։ Լա 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 լա։ Դեր կանգնած այդտեղ որ պիտի վճարես, ասենք ծերի հետև լա 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 Jingle bell, jingle bell, սկսես երգելը, չէ՞։ Ինչի համար է դա տրված գիտեք։ Ոչ թե նրա համար որ ասեն ինչ դեմոկրատի երկիր է Ամերիկան եւ այլն, դա քեզ համար պետք չի, դա այն մեկի համար է պետք որ առևտուր անում, ձեռի հետ է լսի որ ծնվեց Բեթլեհեմում աշխարհի բարգիչը։ Ամեն։ Այդ երկը իր համար է դրված, ամեն։ Ամեն տեղ, որտեղ գնում է խոսք, որտեղ գնում է երգ, հիշատակում Քրիստոսի համար, դա բերում է խաղաղություն, օրհնություն, պտուղ, ցանկացած մի լսողի։ Ալելույա, եթե Քրիստոսը ամեն գործնայության կենտրոնում է, ապա դա անկասկած օրհնություն կլինի քեզ համար։ Եթե քո տոնած տոնի էպիկենտրոնում Քրիստոսն է, այդ տոնը օրհնություն է քեզ համար։ Զատիկ կլինի, պենտեկոստե կլինի, սուրբ ծնունդ կլինի, որևէ մի տոն կլինի, ինչ ուզում ալինի, եթե մի բան, ուղղակի հենց այդպես, հավաքես քո լավ բարեկամներին, հավաքես լավ ընկերներին, ասես ուզում եմ հաց ուտենք, գիտեք ուզում եմ համ հաց ուտենք, համ մի քիչ խոսենք Հիսուսի մասին, դա օրհնությունն է, դա եւ զատիկը, եւ հարության տոնը, եւ սուրբ ծնունդը, եւ ամեն ինչը, ամեն անգամ, երբ որ մեկի հետ կհավաքվես, եւ էպիկենտրոնում կլինի Հիսուսը, ամեն մի գործնություն կամ գործողություն, որ կարող ես անել, անկասկած օրհնություն կլինի քեզ համար, եթե կենտրոնում կանգնած է Տերը։ Ամեն։ Մեկին հրավիրի քո տուն սուրճ խմելու, խոսացեք Հիսուսից, համ սուրճն ես սիրելու, համ սուրճ արտադրողին ես սիրելու, համ էլ նրան ով որ հետդ այդ սուրճը խմեց, որովհետև նա սեր է էությամբ։ Խոսիր նրա մասին եւ նրա ներկայությունը լցվում է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ալելույա։ Քրիստոսի ծնունդը Հիսուս Քրիստոսի ծնունդը համարվում է մեծագույն օրհնություն բոլոր ազգերի համար։ Լսեք, մենք քրիստոնյա չենք եղել։ Մենք քրիստոնյա չենք եղել։ Մենք հեթանոսներից ենք դարձի եկել։ Հիսուսը դարձավ մեզ համար օրհնություն։ Հիսուսը դարձավ օրհնություն։ Հայ ազգի համար դարձավ օրհնություն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Ալելույա։ Եկ մի բան նայենք։ Այս համարը կարծես բոլորս գիտենք, բայց այս համարի վրա այսօր մի փոքր ավելի լուրջ շեշտադրում կդնենք։ Հովհաննես John 3:16 բոլորս գիտենք սա, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, նախադասությունը ջրի պես մի կարդա, նախադասությունը մարսելով, հասկանալով կարդա, որովհետև եթե հիմա հետ գնամ, ինչու Աստված տվեց իր որդուն, որովհետև Աստված սիրեց աշխարհը, դրա համար տվեց, ահա պատճառը ինչու տվեց, աշխարհը այս երկիրն է սիրել, այն մի կոնտինենտն է սիրել, աշխարհը նշանակում է քեզ որի մեջ դու կաս, այո, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհի, որ աշխարհը դատե, չի ուղարկել Հիսուսին աշխարհը դատելու համար, այլ որ աշխարհը նրանով փրկվե, միտեղ Հիսուսն ասեց, աշխարհն արդեն առանց ինձ դատապարտված է։ Աշխարհն առանց ինձ արդեն, մարդը առանց ինձ արդեն դատապարտված մարդ է։ Մարդը ով որ չունի, ես հիմա մոտենալու եմ նրան, թե ում համար է Աստված իր որդուն ուղարկել։ Դուք գիտեք նա բոլորի համար է ուղարկել, հիմա կտեսնես ում համար է նա իր որդուն ուղարկել։ Եվ այսպեսով այս Հովհաննես 3:16-ը հասկանալի է, նա չի ուղարկել աշխարհը դատելու, այլ աշխարհը դատապարտությունից փրկելու, որովհետև երբ որ Հիսուսն եկավ եւ արեց քավչարար գործը իր Գողգոթայի խաչի վրա, ես եւ դու կարող այդ ժամանակ ներկա չենք եղել, բայց դա չի նշանակում, որ մենք զատ ենք մնացել, ոչ ընդունելուց, ոչ էլ մեղքի պատասխանատվությունից, մենք այնտեղ չենք եղել, բայց մեր մեղքը ներկա է եղել այնտեղ։ Այո։ Մենք այնտեղ չենք եղել, բայց մեր մեղքը ներկա է եղել այնտեղ։ Այո։ Եկեք միասին մի բան նայենք։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք խոսում ենք ինչու պետք է տոնել, անհրաժեշտ է տոնել թե ոչ։ Կարելի է տոնել, դա իմացանք։
Բայց հիմա անհրաժեշտ է արդյոք տոնել Սուրբ Ծնունդը, հիմա սա ենք նայում։ Քրիստոսի ծննդյան եւ խաչի վրա նրա մահվան միջոցով մենք ստացանք, հա, մենք ստացանք հավիտենական կյանք։ Սա Քրիստոսի ծննդյան ամենակարևոր իմաստն է։ Տոնում ենք Սուրբ Ծնունդը մեկ կարևոր պատճառի համար, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ մի մեղավորի համար։ Եթե երկրի վրա մեկ մարդ ընդամենը ապրեր եւ այդ անձնավորությունը լիներ Down սինդրոմով անձնավորություն, Աստված իր որդուն նորից կուղարկեր իր համար, որովհետեւ Աստված սեր է։ Քրիստոսի ծնունդի եւ խաչի այս մահվան միջոցով, այո, մենք ստացանք եւ նրա ծնունդով եւ նրա խաչի մահով մենք ստացանք ինչ? Հավիտենական կյանք։ Սա Քրիստոսի ծննդյան ամենակարևոր իմաստն է, որպեսզի իմանանք։ Եք մի բան էլ նայենք։ Սուրբ ծնունդ նշանակում է Սուրբ ծնունդ նշանակում է բարի եւ ուրախ լուր, որ Աստված տվեց մեզ, որ Աստված մեզ չթողեց ճակատագրի քմահաճույքին։ Այս բարի լուրը Տերը մեզ է տվել։ Տվել է, որ մեզ չթողի ճակատագրի քմահաճույքին, այլ նա եկավ, որպեսզի ազատի մեզ հավիտենական բարկությունից եւ հավիտենական կործանումից։ Նա իր Սուրբ Ծնունդը նշելու անհրաժեշտությունը Աստված իր որդուն տվել է մեզ։ Սա ամենաբարի լուրն է, ամենաուրախ լուրն է, այո, որ նրանով մենք ստանանք փրկություն, որ չմնանք հավիտենական Աստծո բարկության եւ հավիտենական կործանման մեջ։ Ամեն։ Իսկ հիմա մենք անցնում ենք։ Ես մինչև այս 4 կետերից առաջինը բացեմ, ուզում եմ հարցնեմ, քանի մարդ է այստեղ պատրաստվել Սուրբ Ծնունդը նշելու։ Սուրբ Ծնունդ, բոլորը, ուրեմն այս պատգամը քեզ համար է։ Եթե դու ի սրտե պատրաստվել ես նշելու եւ ուզում ես իմանալ, ապա ես այսօր կտամ քեզ, կրկնում եմ, այս 4 կարևոր կետերը, որի պատասխանները իմանալուց հետո դու կհասկանաս, որ պետք է կարելի է անհրաժեշտ է նշել մեր, իմ եւ քո եւ աշխարհի փրկչի ծնունդը։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Համար առաջին կետը, որ ուզում եմ բերեմ, բարձրացնեմ, բեմ սա է. ում ուղարկեց Աստված աշխարհ։ Աստված ուղարկեց իր որդուն, այո։ Ինչու Աստված այս բանն արեց։ Եկեք հիմա մի հատ բան նայենք։ Ոչ ոք ում ուղարկեց իր որդուն։ Հովանեսն ասեց, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին, հələ պիտի անդրադառնանք ինչու միածին որդուն, մի հատին, ամենաթանկին տվեց աշխարհ, ինչու համար։ Ոչ ոք չէր կարող կատարել աշխարհի մեղքերի համար քաղվող զոհաբերությունը, բացի Հիսուս Քրիստոսից։ Հիսուս Քրիստոսով փաստացիորեն Աստված իրան տվեց մեզ։ Տվեք Աստծուն բարձր ծափահարություն։ Ես հիմա կապացուցեմ, որ Աստված Հիսուսով իրան տվել է մեզ։ Ես հիմա կապացուցեմ քեզ, որ իր որդուն ուղարկեց ոչ միայն մեր մեղքերի քավության եւ փրկության հավիտենական դատաստանից ազատելու եւ հավիտենական կյանքի ուղեգիր տալով, այլ իր որդու միջոցով նա էլ եկավ մեր կյանքի մեջ։ Ամեն, հալելույա։ Եսայի մարգարեությունից մի համար նայենք։ Սրա համար Տերը ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա եւ կծնե մի որդի եւ նրա անունը կկոչվի Էմանուել։ Եսայի մարգարեն այստեղ ավարտեց իր նախադասությունը։ Սակայն ես հիմա մեկին եմ բերելու Սուրբ գրքից, որ այս նախադասությունը շարունակելու է։ Այ որ շարունակեց, այն ժամանակ կհասկանաս, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված եկավ քո կյանքիդ մեջ։ Եսային ասում է, որ մի որդի ունեցանք, մի որդի տվեց մեզ, նրա անունն է Էմանուել։ Հիմա ուզում եմ իմանամ, Էմանուել, Սամվել, Դավիթ, տվեք դրա բացատրությունը, Սուրբ գրքում ամեն մի հատ անուն ունի կարևոր բացատրություն։ Էսի
կարող է շատ լավ չհասկանամ, եթե ինձ օգնության չգա Մատթեոս ավետարանիչը։ Այո, որովհետև Մատթեոս ավետարանիչը մի հատ էլեմենտ է ավելացնում Էմանուել բառի կողքին եւ օգնում է ինձ, որ ես ասեմ, թե Հիսուսը երբ եկավ այս աշխարհ իմ եւ քո կյանքի մեջ, նրա հետ միասին մեր կյանքերի մեջ մտավ նաեւ Աստված։ Մատթեոս ավետարան առաջի գլուխ 22-ից 23-ում գրված է. եւ այս ամենը եղավ, որ կատարվի Մարգարեի ում Եսայի Մարգարեի ձեռով ասածը, թե Տերիցը ասված է, որ ասում է ահակույսը կհղիանա, նոր կարդացինք, ասմասա եղավ, որ Մարգարեի ասածը կատարվի, ահակույսը կհղիանա եւ որդի կծնե եւ նրա անունը Էմանուել կկանչեն եւ Մատթեոսը բացատրում է, դա նշանակում է Աստված մեզ հետ է, ամեն, ալելույա, ինձ շատ դուր է գալիս այս համարը։ Մինչ կանցնեմ երկրորդ կետին, ուզում եմ առաջի կետը համփոփեմ, ում ուղարկեց Աստված այս աշխարհ, իր որդուն։ Հիմա երբ ուղարկեց իր որդուն, սա նայենք։ Երբ ուղարկեց, դուք նկատի ունեք ամսաթվի հետ, թե դուք նկատի ունեք ժամանակահատվածի հետ, երբ ուղարկեց Աստված իր որդուն։ Ինչու Աստված հենց այդ ժամանակ 2000 տարի առաջ իր որդուն ուղարկեց, չուղարկեց 6000 տարի առաջ, չուղարկեց 1000 տարի առաջ, ուղարկել է 2000 տարի առաջ։ Ինչու։ Գաղատացիներից թուղթը եք կարդանք եւ հետո քեզ կբացատրեմ ինչու։ Լավ, կամ մարդ որ ինչ-որ մի բան վերցնում է, հալելույա, ուզում ես վազես Սուրբ Ծնունդը նշես։ Զգում ես որ առևտուրդ լավ ես արել, որ արել ես։ Լավ ես արել, փառք Տիրոջը։ Շատ լավ, ամեն բան ինչ որ արվում է Տիրոջ համար եւ նրա անվան համար դա օրհնություն է ձեզ էլ փառքել ու գովասանքել Աստծուն, ամեն։ Գաղատացիների 4-րդ գլխի 4-ից 5-ում գրված է. բայց երբ ժամանակի լրումը հասավ, ինչ որ մի ժամանակ կոնկրետ հասավ իր ավարտին, լրում նշանակում է ավարտին, Աստված իր որդուն ուղարկեց, ավարտին, որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց եւ օրենքի ներքո եղավ, այսինքն Հիսուսը եկավ, մտավ օրենքը կատարեց, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկի, որպեսզի որդեգրություն ընդունեն։ Հիմա ժամանակները իրանց լրումը գտան, այս նախադասությունը խորը նախադասություն է, գիտեք, սա նշանակում է հին ժամանակներում, երբ որ փողոցները, Երուսաղեմի փողոցները, Հրեաստանի փողոցները, դրանք ավիրված, հողեկույթ, փոշեկույթ փողոցներ են, հիշում եք, Սամարացի կնոջը, երբ որ գնաց Սամարիա ասելու, որ Հիսուս Քրիստոսը, որը Հակոբի ջրհորի մոտ նստած է, դա է այն Մեսիան, գրված է, երբ որ եկավ ժողովրդի հետ միասին փոշի էր բարձացել, փողոցներն այդպիսին էին, բայց հռոմեացիները, երբ որ եկան, սկսեցին սարքել փողոցները, որոնք նպաստեցին հետագայում ավետարանի տարածմանը, որովհետև աշակերտները Հիսուսը գյուղից գյուղ, շրջանից շրջան գնում էր եւ ավետարանը տարածում էր, սա նպաստեց ավետարանի տարածմանը, բայց մի հատ ավելի կարևոր բան, ինչու Աստված այդ ժամանակների մեջ ուղարկեց, դա այն ժամանակն էր, երբ գիշեր, որ օրը որ ծնվեց Հիսուսը, դա համարվում էր ամենախավար գիշերներից մեկը, որ լույսը եկավ խավարի մեջ։ Դա Օգոստոս կայսրի ժամանակաշրջանն էր, որտեղ ինքը թագավորում էր, կայսրն էր։ Դա համարվում է կայսրության մեջ, հռոմեական կայսրության մեջ դաժանագույն կայսր։ Ինչ որ մեկը կարող է ասել, ներեցեք, բայց երբ որ Հիսուսը ծնվեց, գրված է Հերովդեսն էր թագավոր։ Ես գիտեմ, Հերովդեսը թագավոր էր, Օգոստոսը կայսր։ Օգոստոսը կայսր էր, հռոմեական պետությունը այլևս չկար, կար հռոմեական կայսրություն, որի տակ էր մտել նաև Իսրայելը, Երուսաղեմը, այո, ամբողջ, որ ասում է, բոլոր ճանապարհները տանում են ուր, Հռոմ, պարտանում էին հռոմեացիները, որովհետև աշխարհի տերերն էին իրանք, ամբողջ այդ կայսրությունը տարածված է Հրեաստանում, թագավոր էր Հերովդեսը, դա ժամանակների ամենադաժան կայսրն ու թագավորն են եղել, դա եղել է ժամանակների ամենաբարոյական ցածր, բարոյական դեգրադացիա ապրած ժամանակաշրջանը, երբ այդ խավարի մեջ Աստված բերեց իր որդուն, երբ Տերը ուղարկեց իր որդուն, երբ աշխարհում խիստ խավար կար։
Նա եկավ Հիսուսը ծնվեց եւ մտավ մարդկության պատմության մեջ, մարդկության պատմության ամենաոչ լուսավոր ժամանակների մեջ։ Ուզում եմ մի բան նայենք։ Այնտեղ ոչ միայն հոգևոր, այլ նաև բարոյական ցածր կարգավիճակ էր տիրում այդ ժամանակների մեջ։ Աստված իր որդուն ուղարկեց այնտեղ, որտեղ այդ ժամանակների մեջ տիրում էր բարոյական անկում եւ քայքայում։ Ես ուզում եմ ասեմ, առաջին կետը ամփոփում եմ, առաջին կետը ում ուղարկեց Աստված այս աշխարհ իր որդուն։ Երբ ուղարկեց Աստված իր որդուն, երբ աշխարհում տիրում էր խիստ խավար։ Մի բան էլ նայենք, անցնենք երրորդ կետին։ Ղուկաս 2:1-2, ուզում եմ կարդամ, որ դու օգոստոսի մասին այստեղ տեսես, որտեղ մեկը կմտածի սա ամսվա մասին եմ խոսում։ Եվ այն օրերում եղավ, որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսրիցը, Ավգուստինը, որ բոլոր աշխարհը գրավի։ Սա առաջին աշխարհագիրը եղավ Կիվրեի եւ ուրեմն Սիրիայի կուսակալության ժամանակներում, որ ամբողջ աշխարհը գրավե։ Մի մարդ, որ դուրս է եկել իր կայսրության մեջ եւ ունի այսպիսի ախորժակը գրավել ամբողջ աշխարհը, կարող եք պատկերացնել երկիրներ եւ պետություններ, որոնք փոքրիկ են եղել, ինչ օրն են ընկել եւ բոլորը իր ձեռքի տակ էին։ Սա այն մասին, որ Օգոստոս կայսրներ ժամանակին եւ Հերովդեսը, որի ժամանակ ծնվեց Հիսուսը, սրանք մեկը մեկից անտանելի մարդիկ էին, աշխարհը բարոյական եւ հոգեվոր լուրջ դեգրադացիայի մեջ էր։ Երրորդ բանը, Աստված իր որդուն ում մոտ ուղարկեց, որտեղ ում մոտ ուղարկեց։ Այս եմ ուզում, որ դու շատ լսես։ Ամբողջ աշխարհը կարծում է, որ Աստված իր որդուն բոլորի համար է ուղարկել։ Ես չեմ տեսել Աստվածաշնչում կոլեկտիվ փրկություն։ Կոլեկտիվով փրկվել են, կոլեկտիվ փրկության մասին է Աստված խոսում։ Թույլ տվեք կոպիտ չհնչի իմ բառս ասելու, բայց թույլ տվեք ասեմ։ Աստված իր որդուն ուղարկեց, այո, աշխարհ, որ փրկվեն միայն նրանք, ովքեր կհավատան նրան։ Դուք չեք նկատում, դարերի մեջ մեռան եւ գնացին միլիարդավոր մարդիկ, որոնք այդպես էլ չընդունեցին Հիսուսին։ Նշանակում է Հիսուսը չէր ուղարկված ամեն մեկի համար։ Հիսուսը ուղարկված էր մեկի համար, մի կատեգորիայի համար։ Մի մարդու չեմ խոսում, կատեգորիայի մասին։ Գիտեք, որ կատեգորիաներ է դի։ Եթե Հիսուսը հավատացյալների համար է եկել, ապա նա իզուր եկավ։ Հավատացյալներն առանց իր հավատացյալ են դառել։ Հիսուսը եկավ մի կատեգորիայի համար, մեկ ընդամենը կատեգորիայի համար, մեղավորների։ Պետք է մեղավորների։ Խնդրում եմ, եթե դու ունես այդպիսի աստվածպաշտության գաղափար, թե նա կոլեկտիվ բոլորին, գիտեք, գնում ես մեկի տունը, չգիտեմ, քանիսներդ եք ներկա եղել այդպես պատմության, ես միլիոն անգամ։ Հələ բարև չտված ասել, որ մենք հավատա։ Մենք որ հավատացյալ էինք դուր էիր։ Քանիսներն են լսել տենց բան։ Մենք որ հավատացյալ էինք դուր էիր։ Հələ մի հատ մեր տան Աստվածաշնչերի քանակին նայի։ Աստվածաշնչերն է սա փոշու մեջ։ Մի խոսքով, մեր Աստվածաշնչերին նայի։ Մենք որ գնում էինք մատաղներ էինք անում, գնում էինք 7 վերք, 7 խաչ, այստեղ, Տաթև, անկերներ։ Աստվածաշնչում սա բան է գրված, որ եթե դու Տաթև այցելես, դու փրկվելու ես։ Գրված է, եթե դու ասենք օրինակի համար տես բանա գրված, գար բերես, տատրակ բերես, փրկվելու ես, մատաղներ անես, խաչեր պաչես, դռներ պաչես, դու փրկվելու ես, հա? Տես բան չկա գրված։ Այդպես բան չկա գրված։ Ուզում եմ իմանաս, ում մոտ Աստված ուղարկեց իր որդուն։ Կատեգորիա է եղել, որի մոտ ուղարկել է։ Փաստորեն մենք տեսանք, որ ոչ բոլորը ընդունեցին։ Մենք տեսանք, որ դարերի մեջ ոչ բոլորը փրկվեցին։ Ու մենք տեսանք, որ Աստվածաշնչում չի գրված կոլեկտիվ բոլորը փրկվելու եք, հավատում եք, չեք հավատում, նարեկ եք հավատում, նարեկացե եք հավատում, թե ում եք հավատում, կապ չունի, դուք փրկվելու եք, չէ ընկերներ։ Խնդրում եմ ինձ լսիր, հավատքը դա հանակ չէ։ Հավատքը դա խաղալիք չէ։ Դու եկել ես միտեղ, եկել ես հասել ես քո կյանքում մի հատ կանգառ, որտեղ խոսել են քո մասին, քո հետ Հիսուսի մասին, եւ դու ընդունել ես Հիսուսին։ Ես օրինակ կարող եմ ասել, երբ որ իմ կյանքի կանգառում ես իմ կյանքի գիտակցական այսքան տարիների ուղիղ կեսը ապրել եմ Հիսուսի հետ։ Երեք ծոմապահության ժամանակ, երբ որ տուն վերադարձա, գնացի աղոթելու եւ Տիրոջն ասացի. ես հայտնություն ստացա Տեր։ Ես իմ ապրած կյանքի հալալ կեսը քեզ հետ եմ ապրել։ Եվ ես նայեցի տարբերությունը իմ կյանքը before after։ Եվ ես
բան չունեի Տիրոջը ասելու, բացի նրանից, որ լաց եղա դառնագին։ Ինչ մեծ օրհնություն էր, որ դու եկար իմ կյանքիս մեջ, Տեր։ Էս ինչ մեծ օրհնություն էր, որ դու եկար իմ կյանքիս մեջ։ Եթե ես հարցը շեշտակի դարձնեմ, ապա սա մի փոքր քեզ ավելի կսթափեցնեմ։ Ում մոտ Աստծո որդին եկավ։ Նման հարցադրումը մեզ ստիպում է յուրաքանչյուրիս սիրելի եղբայրներ եւ քույրեր, յուրաքանչյուրիս ստիպում է մտածել. ինձ պետք է Հիսուսը թե ոչ։ Ինձ Հիսուսը պետք է թե ոչ։ Գիտեք, կա ամբող։ Ես չգիտեմ ամբող անգլերեն ոնց է։ Ալելույա։ Չհասկացա, բայց ոնց հասկացա մտարով էր։ Հա, թե չէ։ Այո։ Մի խոսքով, ամբող։ Հարց եմ ուզում տամ։ Դու ամբողի մեջից ես։ Դու ամբողի մեջ ես։ Դուրս ենք եկե։ Բա որ ամբողից չենք, ապա որտեղից ենք։ Հալելույա։ Որտեղ ենք։ Մենք նրա ժողովուրդն ենք։ Նայեք, կա ամբող եւ կա ժողովուրդ։ Մենք առաջ ամբողից էինք, երբ նա կանչեց մեզ, մենք ամբողից դուրս եկանք եւ եկանք դարձանք նրա ինչ սեփական ժողովուրդ, ընտիր թագավորական քահանայություն, ընտիր եւ սեփական եւ սուրբ ժողովուրդ եւ ինչ թագավորական քահանայություն, արթնացիր հոգով։ Ամբողի մեջ մարդիկ գնում են, որովհետև գնում են հոսանքին համաձայն, բայց նա մեզ մի օր կանչեց, մի օր ձայն տվեց մեզ, եւ մենք շրջվեցինք այդ հոսանքից, սկսեցինք հակառակ գնալ դեպի, ասма սուրբ եղեք, ձեզ կանչողի պես սուրբ եղեք, ու մենք դուրս եկանք, ու մենք զատվեցինք, ու մենք կոչվեցինք սուրբ ժողովուրդ, ընտիր ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, ում գլխին մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածը Ես իմ Աստծո խոսքով կապացուցեմ, որ Հիսուսը ոչ բոլորի համար է եկել։ Կարող եմ ապացուցել, եք միասին նայենք Հովհաննես 17:9։ Ես նրանց համար եմ աղաչում, ոչ թե աշխարհի համար ամբողի։ Դրանց համար չեմ աղաչում, ասում եմ, այլ նրանց համար, ովքեր իմն են։ Տեսեք տարբերությունը։ Նրանց համար, ովքեր իմն են։ Աստված այո ուղարկել է աշխարհ իր միածին որդուն, որ ամեն հավատացողը փրկվի։ Երանի բոլոր հավատացողները լինեին եւ բոլորը կփրկվեին, բայց Հիսուսը խաչելությունից առաջ վեր կացավ եւ այսպեսի մի աղոթք արեց Հորը. Ես նրանց համար եմ աղոթում, ոչ թե որ աշխարհի համար եմ Այսինքն, այսպես ձևավորեմ, ես չեմ աղոթում այն մարդկանց համար, ովքեր աշխարհի մեջ են, Տեր, ես աղոթում եմ նրանց համար, ում ինձ տվեցիր դու, սրանց համար եմ աղոթում, նա աղոթում է քեզ համար, Հիսուս Քրիստոսը երկնքում քո բարեխոսն է, ամեն, դու բարեխոս ունես երկնքում, դա Հիսուսն է, ամեն, մարդկանց ավետարան ես ուզում քարոզել, ես ինչ եմ արել, ես բարոյական կին, Բարոյական անձնավորություն, երեխաներ եմ դաստիարակել, ես կրթված կին, կրթված տղամարդ, ես իմ կնոջը երբեք չեմ դավաճանել, գոնե լավ այդ մի բանը կյանքի մեջ չես արել, ես կնոջս չեմ դավաճանել, եսի չեմ արել եւ ենի չեմ արել, բարոյական եմ եւ այս եմ եւ այն եմ, ես ուզում եմ այդ բարոյական կանանց եւ այդ տղամարդկանց, որոնք իրենց կանանց չեն դավաճանել, դրանով են հպարտանում, թե ես կարիք չունեմ ընդունելու, որ ես մեղավոր եմ, ուզում եմ ասեմ Դա դու ես քեզ այդպես տեսնում, որ դու մեղավոր ես, իշիր Աստվածը տենց չի տեսնում քեզ։ Դա է ճշմարտությունը։ Դա դու ես քեզ տենց տեսնում, որ դու փրկության կարիք չունես, որովհետև դու չես թալանել, չես գողացել, դու անբարոյական կին ես, դու լավ մայր ես եղել, երեխաներ ես դաստիարակել, շրջվում եմ տղամարդուն։ Կնոջս չեմ դավաճանել, աշխատել եմ, ընտանիք եմ պահել, կառուցել եմ եւ այլն։ Ես խի պիտի հանկարծ չգնամ երկինք, կամ ես խի պիտի չփրկվեմ։ Աստված տեսնում է, որ ես բարի եմ, այստեղ եթե մեկը Աստվածաշունչ կարդացել է գոնե մեկ անգամ հանդիպել է մի այսպեսի նախադասության, որ Աստծո խոսքն ասում է, որ չկա մի հատ բարի եւ ոչ մեկ։ Կարդացել եք։ Մի երկու հատ էլ որ այո ասեին, կմտածեի մեծ մասը կարդում եմ։
Նման մարդը ով կրկնում եմ, մտածում եմ, որ ինքը այնքան բարոյական մարդ է։ Ես ասկի ճանճ տրորած չկամ, այդ վատ է էլի, որ չես տրորեմ։ Այդ ձեր տան ճանճերի հարց ինչ ա եղել։ Մրջուն չեմ տրորել, էսի չեմ տրորել, էնի չեմ տրորել, սենց մենք բարոյականության չափանիշ է մեր մոտ։ Ճանճ չեմ, մեր տունը ճանճ հայտնվի, ես կմոռանամ քեզի կընկնեմ ճանճի հետևից, որ դրան սատկացնեմ։ Ես ճանճ չեմ սատկացրել, էս ինչ արտահայտություն է։ Ես մրջուն չեմ տրորել։ Երեք սարը բարձացանք իջանք ինչքան մրջուն կա սաղին տրորինք։ Դե տրորինք, ու չենք նայելու ինչ մրջուն անգե ոտեներից։ Էս ինչ արտահայտություն է, էս ինչ արդարանալու ձև է։ Ես զատո սենց եմ նայում ինձ, զատո ես սենց եմ նայում։ Ուղղակի այս մարդը տեղյակ չի, թե Աստված ոնց է իրան նայում։ Այսքան բան։ Այո, ես մոտ օրինակ եմ ուզում բերեմ քեզ։ Այս ասածս ապացուցեմ Սուրբ գրքով։ Ես սիրում եմ իմ ասածը ապացուցել Սուրբ գրքով, որ հետո իս չկարկոցեն։ Երկու մարդ գնացին տաճար աղոթելու։ Մեկը փարիսեցի էր, օրենքի կրոնի մարդ, մեկն էր գող ավազակ մաքսավոր։ Սաղ հրյաների հարկերը դաբլ քաշում էր իրանցից տանում էր տալիս էր հռոմեացիներին։ Սրանք երկուսը եկան տաճարում կանգնեցին եւ փարիսեցին։ Օ Տեր, բարձրյալ Աստված, նայի ես եմ եկել։ Ես 10-րդ եմ տալի Տեր, մատերը, ես 10-րդ եմ տալի, ես ընծաներ եմ անում, ես շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, ես աղոթում եմ Տեր, ես ծառայում եմ քեզ։ Չէ, սրա նման։ Տենց է գրված, մաքսավորը ոչինչ չասաց, թե ինչ ես ինձ ծաղրում կամ քո ինչ գործն է, մաքսավորը ձեռքը դրել էր կրծքին եւ ասաց հետեւյալը. Սա է մեզ պետք, որ իմանաս ում մոտ Աստված ուղարկեց։ Ասաց ես մեղավոր եմ Տեր։ Աստված իր որդուն ուղարկել է մեղավորների մոտ։ Ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Մի քիչ ավելի եմ նեղացնելու հիմա պարանը, ավելի եմ նեղացնելու սանայիր։ Աստված փրկում է միայն մեղավորներին։ Իսկ եթե դու չես եկել նրա առջև որպես մեղավոր, ապա Աստծո բարկությունը դեռ քեզ վրա է։ Ես երբեք չեմ թույլ տվել, որ եկեղեցին այստեղից գնա, հավատքը տեսնի խաղոպար։ Ես երբեք այստեղ չեմ եկել կանգնել եւ այս ժամերը չեմ անցկացրել ձեզ զբաղացնելու համար։ Ես եկել եմ այստեղ Տիրոջմով, որին լինի փառքն ու պատիվը, Հավիտյանս Հավիտենից ճշմարտությունն այստեղ ասեմ առանց վախենալու, որովհետեւ վերջում ճշմարտությունն է հաղթելու։ Այո։ Վերջում ճշմարտությունն է գալու կանգ առնի եւ ասի ես եմ ավարտելու քո աշխատանքը կյանքդ երկրի վրա ամեն ինչը ես եմ ավարտելու այո առաջինը ում ուղարկեց Աստված այս աշխարհ իր որդուն երբ ուղարկեց իր որդուն երբ աշխարհը խավարի մեջ էր ում մոտ ուղարկեց իր որդուն մեղավորների լավ ավետարանչություն է կարճ հա Հալելույա։ Մի եղբայր ունենք, այսօր գնաց մեկի տուն հյուր կամ մեկը գա ձեր տուն, այն որ նստել եք հացին արդեն այնքան խոսացիր Հիսուսի մասին, այդ մարդիկ ոչ կերան, ոչ կարողացան խմել։ Մի եղբայր ունենք, հենց հավաքվում ենք, ասում էր, եղբայր ջան, այդ մեկը շատ երկար սիրում էր աղոթել, ասում էր, կարճ աղոթենք, շատ ուտենք։ Դեղար հավաքվել ենք ուտելու համար։ Այդ ինչ միտես երկար նստար աղոթեցի, Աբրահամից սկսար, վերջացար հայտնության, այն գազանի 660 նշան, դե հարամեցիր ես հացը էլի։ Այ քեզ բանես հավատացյալները հանկարծ չսկսեն խոսալ։ Հացի ժամանակ կարճ աղոթում ենք, երկար, ալելույա, ուտում ենք։ Լավ նորություններ, փառք Տիրոջը։ Սա բոլորին դուր եկավ։ Հալելույա։ Հալելույա, փառք Հիսուսին։ Գնանք առաջ, 4-րդ կետը։ Չորրորդ կետը, ինչու Աստված ուղարկեց իր որդուն, ինչու Աստված ուղարկեց իր որդուն, հիմա կասեք մի թե մեզի պարզ չէ, լավ մենք հասկացանք, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդուն ուղարկեց, ուրեմն սերն Աստծուն դրդեց իր որդուն ուղարկելու, սա լավ էր, սա հասկացանք, բայց մի հատ էլ հարց է ծագում մեր մեջ, ինչու Աստված հենց պիտի իր որդուն ուղարկեր, թող գնար Հովհաննես Մկրտիչին ուղարկեր, Չէ կարա, չէ դες բան լիներ, ինչու Աստված իր որդուն ուղարկեց, իր որդին ով էր, իր միածինն էր, միածինը դա մեկն էր, որ էլ դրանից ավել չուներ, միածինը այն Հիսուսը դա այն մեկ սուրբն էր, դա այն մեկ արդարն էր, ով միայն ինքը կկարողանար Աստծո բարձրագույն պահանջը կատարել մեղավորի համար, չէր կարող մեղավորի համար մեղավոր մեռներ, մեղավորի համար պիտի սուրբ մեռներ, որ ցավ լիներ Սա ստեսել է սատանան գիտեք, և սատանան հասկացավ, որ Աստված իր միածին որդուն է ուղարկել, խաչի վրա հասկացավ, երբ որ տեսավ, որ
խաչի վրա տանջվողները աչուձախից հայում են, բայց այս մեկի աչքերից խաղաղություն է թափում եւ նայում էր խաչի վրայից իրան խաչողներին եւ աղոթում էր հորը ասելով. հայր, ներիր սրանց, որովհետեւ չգիտեն ինչ են անում։ Տակից սատանան ասեց. սա ոնց կարա լինի։ Ոնց կարա։ Սա ով է, որ իրեն խաչողներին ներում է։ Սա ով է, որ խոսում է, բարեխոսում է, թե ներիր ինձ խաչողներին, ներիր ինձ ցավ պատճառողներին։ Կարող է ասել հենց Աստծո որդին էր, հենց այս Հիսուսն էր, այն որ ասում էին Հիսուսն է, Աստծո որդին է, այն որ ասացին կխաչվի, գերեզման կդրվի ու երրորդ օրը հարություն կառնի, կարող է սա էր։ Դրա համար ինքը մեթոդ աշխատացրեց, ասաց իջի, եթե դու ես Հիսուսը, իջի քեզ փրկի։ Տեսավ չաշխատեց դա։ Հիսուսը կարող էր իջնել էր, իրան փրկել էր եւ Գեթսեմանի այգում աղոթքի ժամանակ ստանալ հորից լավ, չես ուզում դե եթե չես կարող թող այդպես լինի, բայց նայ Գեթսեմանի պարտեզից սկսած նա ամրացրեց իրան։ Գեթսեմանի պարտեզից սկսած հասկացա, որ չարչարանքների ժամը սկսվել են։ Տերը զորացրեց իրան, Աստծո հրեշտակները զորացրեցին իրան, որովհետև ինքը գնալու էր, կատարելու էր գլոբալ միսիա, որի աշխատանքի այդ միսիայի համար հազարավոր տարիներ առաջ մարգարեները գրել էին եւ հազարավոր տարիներ անց Բեթլեհեմում մի աստղ փայլեց եւ շատ խավար մի գիշեր էր եւ Աստված աշխարհ բերեց կույսից ծնեց իր միածին որդուն միածինին թանկին միակ արդարին բերեց որովհետեւ քեզ եւ ինձ ու քո համար որևէ մեկը չկար որ մեռներ Մեռավ Աստծո որդին եւ մեռավ գիտեք ինչի համար որովհետեւ մարդ չկար որ մեզ շատ սիրեր դա աներ մեզ համար նա արեց որովհետեւ նա էր շատ սիրում մեզ այդ որ քեզ ասում են մեռնեմ ջանիդ ցույց տոնեմ խորբանը տրնեմ խոսքերը ասում են դուք տեսել եք մեկին խորբան ելնի մեկի համար դուք տեսել եք մեկին մեռնի մեկի ցավի համար Բայց Հիսուսը խուրբան եղավ մեր համար, բայց Հիսուս մեռավ մեր համար, տվեք նրան արժանի պատիվ ու փառ, ալելույա։ Եվ վերջի կետը ուզում եմ ասեմ եւ որդքի կանգնենք աղոթելու։ Ինչու Աստված ուղարկեց իր որդուն, Պետրոս առաքյալը նվեր է տալիս մեզի, որ այսօր տուն գնաս գերորդ նված, պիտի լինի իմ և քո տարբերություն աշխարհի մարդկանցից, ամեն, նրանք այսօր վազում են, լծված են, մոլերում, խանութներում, TJ Maxx, սաղ ավիրեցին, ինչ կան, հետ ընկած շոր ու կոշիկ կար, սաղ հավաքեցին, տարան, են ռոզի ձենը դղդախկոցի, ռոզ խանութի գալիս է, մի խոսքով են որ տարիներով այդ խանութներում մարդ չեր մտել, ասենք մի հատ խանութ, այդ խանութն են մաքրել Մաքրել են, սրբել են, նվերներ, տները լցրել ուտելիքներով, բայց սուրբ ծնունդը նշելու իմաստը չկա։ Ես երբեք չեմ անի մի բան, եթե ես իմաստը չգիտեմ։ Խի եմ անում, հարցրու քեզ, հիմա որ այս պատգամից հետո տուն կգնաս, հասկացար խի ես ծնունդը նշում։ Ես Պետրոսից մի հատ համար տամ քեզ, ու լրիվ կհասկանաս ինչու ենք նշում։ Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ։ Այն արդար մեկը անարդարներիս համար, որ մեզ մոտեցնե Աստծուն, որ թեև մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով։ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ այն արդարը անարդարների համար, որ մեզ մոտեցնի։ Պատճառը թաքնված է տողերի մեջ։ Ինչու Աստված իր որդուն ուղարկեց, որ մոտեցնի մեզ, ոնց։ Միթե ես եւ դու կարող էինք մեր մեղքերով մոտենալ Հայր Աստծուն, գիտես այս համար ինչ է ուզում քեզ ասի։ Այս համար ուզում ասի Քրիստոսով դու արդար ես կոչվում Աստծո առաջ նրա արդարությունով դու արդարացված ես Աստծո առաջ դուր Տիրոջը բարձր ծափահարություն
Հալելույա։ Իսկ եթե հիմա դու գիտես այս 4 հարցերի պատասխանները, թե ում Աստված ուղարկեց աշխարհ իր որդուն, երբ ուղարկեց Աստված աշխարհ իր որդուն, երբ աշխարհը կատարյալ խավարի մեջ էր, ում համար ուղարկեց Աստված աշխարհ իր որդուն, ինձ մեղավորիս համար եւ ամենավերջին կետը, ինչու Աստված ուղարկեց իր որդուն, այս աշխարհ ծնվեց Բեթլեհեմում աշխարհի մեծագույն առաջնորդը հետեւյալ բանի համար, որ ինձ եւ քեզ Քրիստոսով արդարներ դարձնի Հայր Աստծո համար, ահա ինչու է անհրաժեշտ նշել Սուրբ ծնունդը, ամեն։ Հալելույա, փառք քեզ Տեր, օրհնյալ լինի քո անունը Տեր, ես օրհնված եմ, որ հասկանում եմ Սուրբ ծնունդի իմաստը, Աստված իր որդուն ուղարկեց, երբ իմ կյանքում խավարը շատ խիտ էր, երբ ես խաղ էի անում դաժան մեղքի հետ, երբ մեղքի պալարները փաթաթված էին ոչ միայն մարմնիս, այլ հոգուս վրա, այդ խիստ խավարի մեջ նա ինձ տեսավ արնական մնկած իմ մեղքի համար, պատճառով անցավ եւ ասաց, ապրիր, կամենում եմ, շնորհակալ եմ Տեր, դու ուղարկեցիր Հիսուսին մեր մեղավորներիս համար, որ երես չունեինք քո առաջ բարձրացնելու, լեզու չունեինք քո առաջ արդարանալու մեր արած մեղքերի համար, ահա թե ինչու ուղարկեցիր, ում մոտ ուղարկեցիր մեր մեղավորներիս, փառք ես Հայր, որ չպահեցիր Հիսուսին քո մոտ, թեկուզ 33 ու 3 տարի դու բաժանվեցիր քո որդու ներկայությունից, դու տեսար ինչպես քո որդուն հալածեցին, դու տեսար ինչպես կտրտում էին նրա մարմինը, ինչպես էին ձևում նրա մարմինը, մտրակներով դաժանաբար ծեծում, թքում, ծաղրում, ծանր խայտարակ, ծանր խաչը դրված էր պատառոտված մարմնով որդու ուսերի վրա, մի պատճառով դժվար էր Հիսուսի համար այդ խաչը քաշ տանելը, բայց նա դա արեց Տեր, ընկնելով, վերկանալով, կրկին ընկնելով, կրկին վերկանալով, հասավ մինչև Գողգոթա կոչված սարի վրա, բարձրացրեցին նրան քո աչքի առաջ, այդ ճաղած սարի գագաթին, եւ որ ամբողջ աշխարհը տեսներ, որ Աստված ուղարկեց աշխարհին իր միածին որդուն, ուղարկեց, երբ մենք խիստ խավարի մեջ խարխափում էինք, ուղարկեց մեզ մեղավորներիս համար եւ ուղարկեց, որ Քրիստոսի թափած արյունով սրբվենք եւ որպես արդարներ արդարացված կանգնենք քո առջև, փառք լինի քեզ Հայր, փառք լինի Հիսուսի համար, փառք լինի այս գերագույն մեծագույն կապչության զոհի համար, այս կապչարար գործի համար, խոնարհվում ենք քո առջև Հայր, խոնարհվում մինչև գետին, խոնարհվում եւ ասում, շնորհակալ ենք Հիսուսի որդուդ համար, նրա չարչարանքի համար, նրա տառապանքների համար, նրա թափած արյան համար, շնորհակալ ենք, որ ծնեցիր նրան մեր սրտերում եւ լույսն եկավ մեր խավարի մեջ եւ մեր խավարը լուսավորվեց քո միածին որդու լույսով, այսօր Տեր Հիսուսը ապրում է մեր ներսում
Այսօր մենք այլևս ամբողի մեջ կորած, բոլորված եւ ամբողի հոսանքով գնացող ժողովուրդ չենք։ Այսօր մենք քոնն ենք, ընտրված ժողովուրդ, սեփական ժողովուրդ, թագավորական քահանայություն, մենք քոնն ենք եւ շնորհակալ ենք, որ Աստծո գառը քո որդին կտրվեց, մորթվեց միայն մեղավորների համար, ովքեր ընդունեցին նրա զոհը, ովքեր հավատացին նրա թափված արյան սուրբ լինելուն եւ քավճարար, նրանք լվացվեցին, մաքրվեցին, սրբավեցին եւ մեր կարգավիճակը մեղավորից փոխվեց քո շնորհիվ արդարների կարգավիճակի։ Քեզ ենք տալիս փառքը, պատիվը, մեծությունը, այսօր եւ միշտ հավիտյանս հավիտենից Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի եւ բոլորն ասացին Հալելույա։ Այև մոտեցավ երորյա տարվա երորյա ծոմապահությամբ եւ ուխտագնացությամբ մեր ծոմը ընդամենը մի քանի րոպեներ հետո ամեն մեկը կհասնի իր տուն, կճաշակի իր հացը, բայց ճաշակելուց առաջ ուզում եմ աշխարհի ամենով համով հացը ճաշակես, Քրիստոսի մարմինը, ամեն։ Գիտեք, ես ես մի բան ասեմ, շատ անգամներ եմ ձեզ ասել, բայց թույլ տվեք այսօր էլ ասեմ։ Գիտեք, ես շատ մեծ հավատք եմ ներդնում հաղորդության վրա։ Գիտեք, մենք երեկ ինչ ձև ենք այս հաղորդությանը մոտեցել։ Մենք իրան նայում էինք որպես կյանքի աղբյուր։ Երեկ վերցնում ենք, այո, երեկ վերցնում էինք այդ հացերը, վերցնում այդ գինին ու խմում ու ճաշակում էինք, իբր թե դա մեր Տիրոջ մարմինն է, որովհետև սա խորհրդապատկեր է, սա խորհրդապատկեր է, ընդամենը Քրիստոսի մարմնի եւ Քրիստոսի արյան։ Բայց մի խոսք, որ միշտ հնչում է իմ ականջին, դա հետևյալն է. Եթե չուտես եւ չխմես, եթե չուտես իմ մարմինը եւ չխմես իմ արյունը, դու կյանք չես ունենա քո մեջ։ Եթե ուզում ես Աստծո կյանքը շարժվի քո մեջ, եթե ուզում ես ուրախությունդ չկանգնի, եթե ուզում ես հիվանդություններդ բժշկվեն, եթե ուզում ես հոգևորապես թարմանաս եւ առողջանաս, մեծ տեղ տուր հաղորդությանը, հավատք դիր այս հրաշալի ծառայությանը։ Վարկյաններ հետո եղբայրներս կանցկացնեն հաղորդությունը ձեր առջևով, վերցրու այն, պատրաստվիր միասին ճաշակելու եւ եւս մեկ անգամ մենք աղոթքով կասենք նրան։ Արդեն այսօր գիտենք ինչու ենք նշելու Սուրբ Ծնունդը Տեր։ Մենք գիտենք ում ուղարկեց Աստված աշխարհ իր որդուն, երբ ուղարկեց Աստված աշխարհ իր որդուն, երբ խավար էր, ում մոտ ուղարկեց Աստված իր որդուն մեղավորներիս, ինչու ուղարկեց Աստված, որ Քրիստոսով արդարանա։ Փառք Հիսուսին, իմ ներսը ցնծում է ուրախությունից։ Գիտեք ինչու համար, որ ես Հիսուսին ունեմ իմ կյանքում, աշխարհի մեծագույն առաջնորդը եւ փրկիչը ապրում է իմ եւ քո ներսում։ Ամեն, հալելույա։ Եղբայրներիս կխնդրեմ առաջացնեն հաղորդությունը, հալելույա։ Եվ մենք մի երկրպագությունով կգանք Տիրոջ առաջ, ամեն մարդ մնա իր տեղերում, ձեզ հաղորդությունը կբերեն, հալելույա, փառք Հիսուսին, Իսուս։ Ունեմ երկանքի մեջ, երկրի վրա քեզնից բացի մեկը չկա, քեզ մոտենալ ինձ որի եղա, հոգուս հարազատ ընկեր գտա, Հիսուս թանկագին, երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան, տեսնում եմ ոտնահետ
Բոլորս միասին Սեր կանված խաչի վրա Սեր որ երբեք չի վերջանա Բոլորս միասին Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Սեր կանված խաչի վրա Անունդ մեծարվի որ երբեք Անունդ փառավորվի Քարասո Քո արյան ամեն կաթիլը Խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Փառքես Հիսուս Մեծարում ենք քեզ Օ Հիսուս Այցելում ես լռության մեջ Սիրով բացում ես փակ դռներ Բժշկում ես Քո հայացքից սեր է կաթում Ու ես հալվում եմ մոմի պես Գրկում անեյանում Եվ երբ նայում եմ Գողգոթան տանող ճամփան Տեսնում եմ որ նա հետքերը քո Պատրաստվին Բոլորս միասին Սեր Կանված խաչի վրա Երկիր հոգով Սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Իսկ հիմա դուք բոլորս Սեր Բարձր Հիսուս բխում է սեր Սեր Կանված խաչի վրա Սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Քո հայրական ջերմ համբյուրը շշնջում է ամեն անգամ իմնես որդիս Ապուս դնում է սիրո կրակ իսկ մյուս ձեռքում յուղի սրվակ մեկանում ենք մենք Եվ երբ նայում եմ Գողգոթան տանող ճամփան Տեսնում եմ ոտնահետքերը քո Եվ սեր կանված խաչի վրա Սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Եվս մեկ անգամ Սեր կանված խաչի վրա Սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր
քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր բովանդակ սեր Ես գիտեմ, որ դու ուզում ես սափահարել։ Ես գիտեմ, բայց քո ձեռքին խորում եմ, ով ունեմ երկնքի մեջ, երկրի վրա քեզնից բացի մեկը ողջ բարքերերին են քեզ Ամեն այսօր եւ միշտ հավիտյանս հավիտենից գարսո Ես ուզում եմ որ դու ճաշակես քո հաղորդությունը Բարք Հիսուսի